Էս մամայի եւ 4 քույրիկների կողմից։ Մենակ դե չփռշտամ։ Ինչքան հարուստային եղբայրը ունի 4 քույրիկ։ Այո, ծապեր տվեք։ Այսօր 30-ամյակն է, մեր Գևորգը ունի շատ հզոր անակնկալ։ Մի քույրիկ ունես, ով շատ հեռու է հիմա։ Մայրիկին էլ ենք հրավիրում, բարձր ծապերով, պապան ուրա։ Եղապի կոնչիտ է։ Եվ ունենք ես մի լավ նվեր, բացի տուր, նվիրի, թող մեծ ուրախանանք բոլորս։ Դե վստահում ենք բոլորին։ Գնացի։ Զակազների տորթը, կոնյակը, չէ՞։ Հա։ Մեկը ծաղիկը, Անուշիկի ու Վարուժի կողմից Իսպանիայից։ Էս մամայի եւ 4 քույրիկների կողմից։ Մերոպե։ Իսպանիայից ո՞րն է։ Տորթը, կոնյակը։ Կոնյակը մեկ էլ ծաղկե փունջը։ Կոնյակը ծաղկե փունջը։ Իսպանիայից։ Տորթը, հա, բերել եմ, չեմ հա։ Վարուժի ու Անուշիկի կողմից։ Իսկ, հա, վզնոցը 4 քույրիկների եւ ծնողների կողմից։ 4 քույրիկ ծնողներ։ Դե հիմա ես կրկնում եմ, նայ։ Տորթը, կոնյակը, ծաղիկները Իսպանիայից Վարուժի ընտանիքի կողմից։ Ոսկին 4 քույրիկների կողմից, ծնողների կողմից։ Մեկ էլ անակնկալ էս բուկետը տակ Գևոն նվիրի մայրիկին, որ վզնոցը արդեն Գևո ախպերը դզվավ։ Всё։ Դե հիմա մեր Ադամյանը կուրսի է, որը գալիս ենք։ Հա, Վարդան դու կոնյակը չես վերցել, այդքան խոսում ենք։ Այո, քանի օքանցան։ Գևոր քանի տարեկան է։ Բայց ով որ Իսպանիա ասիկ, Իսպանիայից իր իշն է, ախպերը, քույրիկը։ 4 քույրիկներից մեկն է։ Մեկը Իսպանիայում այդ Բախտավոր է այն Գևորգը, ով ունի 4 քույրիկ, որոնցից մեկը գտնվում է Իսպանիայում։ Եվ մենք եկել ենք ամենաշատը Իսպանիայից Գևորգին ուրախացնելու եւ Գևորգը չէր պատկերացնում ինչ նվերներ ենք տալու, որովհետեւ բոլորն են հավաքվել, որ Գևորգին ուրախացնեն։ 4 քույրիկները, հայրիկը, մայրիկը։ Էլ մարդ չկա, չէ՞։ Դե փեսաներ, եթե կան փեսաներն էլ ուղղակի փեսաների մասին մենք միշտ խոսում ենք առանձնահատուկ ջերմությամբ եւ դա այդպես պետք է լինի։ Всё, մնաց հայրենական երգը վերջանա, մտնենք անակնկալ անենք։ Ասեմ ձեզ ընկերներ, մենք դեռ պետք է հասնենք վեդի ժամը 9-ից գոնե 10-15, հա։ Բարևի, հա։ Շատ հաճելի բարև էր, ես զգացված եմ այս բարևի պահերով, բարևեցինք մենք, նման բարևներ թող բոլորն ունենան, բոլորը բարևեն բոլորին այսպես։ Վարդան բարևեմ քեզ։ Հա, չեմ կարա, Վարդան ձեր քեզ զբաղված են, թե չէ, հայեր, քիչ էր մնում, որ բարևեի։ Գևորգ, Իսպանիա, 4 քույրիկներ, մայրիկ եւ հայրիկ, այո։ Ինչքան հարուստային եղբայրը ունի 4 քույրիկ, 4 իմ սիրած թիվն է, 4 ես շատ եմ սիրում, Վարդան։ Դու սիրում ես 4-ը։ Դու միլացի, չէ, կայնի, տես ինչ ենք անում էլ է, առ։ Ոչիչ մի լավի տեղ։ Կեր, կայն լավ բան տամ։ Դες ինչ է տալիս են ա։ Պարոն Ադամյան, արգանքներս։ Եկել ենք մի խել այեղ անակնկալ անենք, ով էլ առը չի։ Հազար բարի։ Ուրեմն ասում եմ, կազմակերպությունը ողջեր։ Good price, Մարգարյան Ստեփան եւ այդպես անձինք։ Good price։ Այդ price-ը հիշում էի Good price, էլի լավ price։ Սենց կանում եք ոչ տնած ես։ Հա, դե բանա, երկը պետք է անջատեն, որ ինձ տեսնեն։ Հա, խենթ է լինելու ամեն ինչ, ոյ յակապ։ Միկրոֆոնը լարովի։ Եզրական կապով այսները ժամանակ հանրավ good price կազմակերպության ներկայացուցիչները մի քիչ էլ անհամբեր մտքերով շատ ենք տարբեր
Հարգանքներս բոլորիդ բարով եք հավաքվել, ինչպես նկատեցիք, ես տիեզերական կապով եմ այսօր այստեղ եւ խնդրում եմ ինձ մոտենա մեր Գևորգը, մեր անուշ աղբեր այսօր 30-ամյակն է, 30-ա ծափ տվեք։ Գևորգ, արի բարեկամս, արի։ Շնորհակալ եմ։ Ով էլ չունի Աստված թող նրան էլ տա, դժվար պահին աղբերը միշտ կողքի տա, թե պետք լինի Լիքը լավ բաներ եմ աղթում։ Հիմա մոմերը վարում սկսեմ խոսալ, կայնի։ Շնորհակալ եմ պարոն Ադամյան, ընկերներ, մեր Գևորգը ունի շատ հզոր անակնկալ։ Հիմա մի հատ հարց կտամ, եթե համաձայն եք իմ հետ, էլի ծափեր եք տալու։ Ով է համաձայն, որ 4 քույրիկ ունենալը դա ամենամեծ հարստություններից մեկն է աշխարհի։ Թեմը չկա։ Գևջան, հիմնական անակնկալը քո 4 քույրիկներն են կազմակերպել, բայց մի քույրիկ ունես, ով շատ հեռու է հիմա։ Օրինակ Իսպանիայում։ Իր ընտանիքի կողմից, 4 քույրիկներիդ կողմից էլ որ տորթի մասն եմ խոսում։ Դե մի հատ երազանք պայիպ չի, թող կատարվեն քո բոլոր նվիրական։ բոլորն են շատ սիրեր, շատ հաճախ երես տվել։ Չլա։ Դե քաղցրությունը քեզ եմ տալիս, կարևոր, այդ տենց էլ կլինի, շատ լավ էր։ Դուրս եկա, ծափ տվեք, հա։ Եվ հիմա կամաց այս անակնկալը հլը շատ անակնկալներ ունի իր մեջ։ Ես ուզում եմ այստեղ հրավիրել քույրիկներից ով ներկա է թող գա։ Եվ հիմա ես կամաց վերցնում եմ, բոլորը ներկա են, իսպանացին այստեղ չի, ես տենց էլ իմացա։ Հիմա իմ ձեռքում ծաղիկներ են, Գևջան։ Դու ճիշտ է, ունես 4 քույրիկ, բայց ունես մի իքական սերի շատ հարազատ մարդ, որ կյանքում մի հոգի է լինում։ Մայրիկին էլ ենք հրավիրում, բարձր ծափերով, թող մեզ մոտենա Ժանետ մայրիկ։ Չի եղել մեր միջև միայն ես, ինձանից Մեծ սիրով, կնվիրի մայրիկին ու ցդ լավ լինես, կյանքս էլ տամելի քիչ է քեզ։ Չի եղել դե մի հատ ձեզ քույրիկներով սաղսես գրկեք մայրիկին։ ինձանից անբաժանն ես, աղբերս կենացդ լավ լինես, կյանքս էլ տամելի քիչ է քեզ։ Հալալ աղբերով ունի հարուստան։ Չէ, էսի վետ։ Գևջան, ճիշտ է, շնորհակալություն միշտ պետք է հայտնել ծնողներին, պապան ուրա։ Դե ծափեր ուրա, բա ծափերով թող գա, ծափեր տվեք որ գա մենք։ Աստված թող նրան էլ տա, դժվար պահին աղբերը միշտ կողքի տա։ Սարտի խոսքաս, հլա։ Իս սրտի խոսքի։ Խապի կանչիտ է։ Խապիրե կանչիրե տաղ գործ կա անելու, կայնի։ Ուրեն, Գևջան, հիմա քո կյանքի ամենամեծ հարստությունները քո կողքին կանգնած են եւ ունեն քեզ մի լավ նվեր, թող այս նվերը, այս պահը շատ գեղեցիկ լինի։ Դրա համար բոլորով այստեղ են։ Ադար խմար եմ խափը, հա, որ իջաս։ Որ հա, դե էսի պապան հիմա կբացի։ Հա, պապան բացի, մաման կկախի։ Այս նվերը, քո 30 Հալալ աղբերով ունի հարուստ։ Նա հիշես, այս հարուստ պահը քո մտքում միշտ ունենաս։ Հիմա ընտանեկան գեղեցիկ միջավայրում քո նվերը կհանձնենք քեզ, բարեկամս։ Շատ սիրված աղբեր ես, որդի ես, լավ լնես, առողջ լնես, իրանց կողքից անպակաս։ Իսպանիայի քույրիկ։ Թե պետք լինի սիրտը կհանի կտամ, դժվար Հիմա անուշիկներ աստեղ, իմացեք անուշիկներ ձեր կողքին կանգնած, ձեզ շատ սիրում է, ուրախ է, որ մտքերով շատ ենք տարբեր, մի արյուն, մի օջախի պատկեր, իմ թևութի կունքի մախվեր, հալալ աղբերով ունի մեծ աղբեր, դե ես էլ դու քո ձեռով նվիրի, ես էլ է Իսպանիայից, հա, բացի տուր նվիրի, թող մեծ ուրախանանք բոլորս։ Բացի եմ տմիր։
բայց խմեք, բայց այդ հուշանը Երով ունի հարուստամ Ով էլ չունի աստված թող նրան էլ տա Սպանիայից Վերցրու աղբերս, վերցրու Գերջան Արոսն ես միշտ սիրված Շնորհակալ ենք այս բարձր ծախերի համար եւ իհարկե շնորհակալ ենք մեր պարոն Ադամյանին, որ պատիվ արել ու իր ներկայությունը վայելում ենք Ես έλամ դուր վեդի աղբեր, չէ վեդի ուշանում եմ, իմ արև այդ 20 ռուպե կայլ արա չէ աղբերս, վեդի եմ էտ, վեդի, վեդի տաղավարի վեդի եմ էտ Մենք միշտ շնորհակալ ենք, շնորհակալ լինելը դա վեհագույն պարգև է այնպես որ ով ուզում է դառնալ դրա կրողը ընդամենը պետք է ասեք շնորհակալ եմ որ լայքում եք, շնորհակալ եմ որ տարածում եք մեր տեսանյութերը, իսկ մենք ձեր հավատարիմ հետևորդներ, ավտոյի դուռը բաց, հանուշ աղբերներ, որովհետև վստահում ենք բոլորին, գնացինք Շնորհակալություն հայտնեմ, շատ ապրես։ Լավ մնացեք։ Շնորհակալ Ձեզ բարձր տրամադրություն մենք գնացինք։ Մենք գնում ենք ուղիղ Վեդի քաղաքում ունենք շատ կարևոր առիթ, որի մասին քիչ հետո ես կսկսեմ անկեղծանալ։ Հալալ աղբերով ունի հարուստամ Ով էլ չունի աստված թող Լավ էլի, վարդանելու մանունը չգիտի ասմա վաղո։ Հիմա միսա գոպշեմ։ Հա եղան, ակա եղեք նալ։ Լավ է։ Ես ընդե Տակա աղբեր։ բարենալա քարագլխի թող մենք։ Ապեր այդ քարագլխեցն որ չեք եկել ես հարդ գլուխը։ Մենք ընդե որ ընդե գաղա դուք այդ սարերը այդքան ֆրացած այդ։ Ինչքան դուք։ Ճիշտ ես ասում, հա, ես համաձայն եմ, որովհետև սարերը շատ քիչ եմ այդ։ Մի քիչ առաջ խոսում ենք որ երբ այդքան չտան, այսին պետք է այդքան քան զոր տա, պետք է այդքան կդե ասել։ Սիրուն տղաբերության տեսարանը նկարի Վահագնի ռեստորանի, որ մենք գնում ենք հիմա շատ գեղեցիկ առիթ նշելու որդու ընկերոջ կողմից մեր տիկին Անահիտի ծննդյանորն է այսօր հավաքվել են նշում են, իսկ որդու ընկերը Բելգիայից Արմանը եւ իր կինը Արմինեն որոշել են մեր տիկին Անահիտին ուրախացնել։ 1000 բարին։ Եկաք։ Հա, էստե ենք։ Հա։ Հարգանքներս։ Արա այս սուրը աղբեր։ Արի։ Ստակին է, հենա սլակով տված է, ձախ կբերես, ես վերևին է էյան, ես բովշեմ եսի կպայս, վերևին է կպրցնես։ Հա։ Կարողա ջեբըտ տեղել է եսի կծենք։ Ջեբըտ կա տեղել է հեռավ։ Ապե ջեբըտ կարողա տեղել է մի բան էլ տամ։ Հարգանքներս, աննդ ինչ է։ Անունդ աննդ։ Լյովա մեծ աղբեր։ Հայտարարես մտնեմ միկրոֆոնը տաս մի քիչ խոսամ էթան։ Ասես անակնկալ կա մնացած ես գամնդե։ Հայլի գամնդե ես մի քիչ։ Բայց ասեմ ու կողմից է։ Չէ, էդ էլ մի աս։ Պրոստա ուղղակի ասա անակնկալ կա, որտեղ չգիտի էլի, ես որ մի քիչ ձգձգեմ ես պահերը, հա։ Մեր լովա հանդիսավարը ուղղակի լով է։ Հա, Սիսյան։ Հա, բան է, ինչ էր անում։ Յուղի ան բռնակոտ։ Ինչ բռնակոտ արա Սիսակնոց, ես է Սիսյան հասկացա։ Աբա, ապե բռնակոտ եմ ես գնացել։ Սիսակնոց։ Ասաց, հա։ Շատ է ողջունում
ասում եմ մեր շատ սիրելի հոբելյարը տեկին անայքին, ինչպես եք դավա տրամադրությունը։ Արտակարգ է, ես ձեր համար անակնկալ եմ բերել շատ գաղտնի ձևով, հələ չեմ ասում ում կողմից է եւ աչից մեզ է մոտենում ձեր շատ սիրելի որդին, հələ տեսեք գալիս է։ Ալի։ Նա ծարտավեք թող գա, էլի ոնց չի ուզում գա։ Իմ եմ երը։ Դեմ ես մամային գրկի։ Ինձ բարուր է Նա գործողություններ անեմ, որ ամեն ինչ լավ լինի, էլի։ Դու արդեն մի քիչ կասկածում ես ով արած գալնի, չէ։ Հա, լավ, մի ասա ուրեմն։ Անակնկալը արել են այն մարդիկ, ովքեր այս պահին այստեղ չեն, բայց հոգեպես ձեր կողքին են, այո, այո։ Հա, ջան եմ ասել։ Էնի վառածա։ Հա, վառել եմ։ Տիկին անայ, ձեզ բոլորը շատ են սիրում, ինչի վառապացույցը կլինի հենց այս ծափերը, լավ վերջնական հավեսով ծափ։ Ապրիկ։ Դիզեյնա սխուրանում։ Հիմա մի հատ երազանք պահեք, չեք կատարվելու անպայման։ Բայց դուք ոչ, այդ բանը մի արեք հələ, ինքը հետո հələ ջայ տղա, հետո մի քիչ կյանք ապրի, հա։ Իսկ հիմա ես արդեն կամաց ուզում եմ հասնել բուն թեմային եմ հասնում։ Հենի հես ասել ես, ուրեմ Արտուր, ծաղիկները վերցրու։ Երկնաձորից հայք։ Հա, դուք ինչ եք ճանաչում, լավ էլ անում եք։ Ես տելևիզորով եմ տեսել։ Հա, այդ տելևիզորից եմ եկել։ Հիմա ինչ եմ ծաղիկները տվել Արտուրին, որովհետև անակնկալը մեր Արտուրի ընկերոջ Արմանի եւ նրա տիկնոջ Արմինեի կողմից է։ Ձեզ շատ սիրում են, առողջ լինեք։ Հիմա Արտուր նվիր մի հատ գրկելի մամային։ Մի հատ գրկել, հավեսով մի հատ նվիր։ Դիս հետ օրերով խոսես Թող քեզ ամուր գրկեմ Սիրտը իմ կարոտից փրկեմ Ինձ համար խոսող արցունքներն աչքեր Շնորհակալ ենք։ Ես փայլում եմ ոնցով։ Ինչ եմ անում։ Կարես պայծնես։ Հավեսով էլի։ Ինչ ասել եք Երևանի այդ։ Շնորհակալ եմ, ապրեք։ Եվ ուղղում եմ հələ բաց։ Հա, ճիշտ է, ես էլ եղում չունեմ, բայց հեսա։ Հա։ Մի վրաս։ Ծափերը։ Ամպերես ինչ արի, Վարդան, էլ արի։ Նա ինչ արած Արտուրը։ Սա հաջողության նշան է։ Արտուր, ուրեմն դու ամուսնանալու ես այս տարի, ես էր նշանակում։ Այդ երազանքն է։ Դե թող կատարվի ձեր երազանքը։ Արտուր, հերիք էլա բոլելա, վсё, շամպայնի պռոպկանել տորտի մեջ դա մի բան է մենակ նշանակում պետք է ամուսնանաս։ Ապրես, ապրեն։ Այդ է ինքը չկդերի, բայդուս, հա։ Լևոն։ Ես շնորհակալ եմ շատ։ Եկեք բարձր ծափանենք շնորհակալություն հայտնենք մեր ապագեդության հրաշալի անակնկալի համար, շատ հրաշալի շոու ներկայացնելու համար։ Շնորհակալություն նաև մեր հոբելյանին, անսպասելու համար է ինչ։ Արդեն մետնում, այն չէ, հաստատելը սուտկալի, բայց Եկեք զբաղեցնենք մետերը։ Տակագետիկին ամահից զբաղեցեք ձետերը, իսկ մենք երեկոն անմիջապես շարունակում։ Արա դու էիր ասել որ տես պայծնես։ Ասել էիր հատուկ անես կպայծնես, որ միշտ չկա լսվի, գրես։ Ինչ ես անում, հա, հերասուս։ Ապեր բարով ես եկե։ Բայլուս հավը տանում, բայլուս, Լավ ես, լավ։ Բայլուս ընդդես։ Դեկել եք Ապեր լսի, բան է էլի, գնենք էլ Ուստե չեք եկել։ Ապեր գիտեմ, բայց բան ասում, բայց պատի։ Կանաչում ես, չէ։ Գերավորում եմ։ Ապրես։ Ապեր ասեմ։ Հա, դիգանակ եղամի լավ ընկերն է։ Հələ Դու նստում ես, հավերժացնում ես, ապեր վիդեոյի մեջ, հա, ես ու նստեմ, ես կայն եմ։ Չէ, պետք է դու նստես։ Ապեր լավ էլի, լավ ես կոնֆերն Ներ, ախիդա պետք է տղա է, եղեք։ Ես հետաքրքիր եմ, հա։ Հա։
Գեգնացը բանից այդել է։ Կարող է քարագլխից։ Չէ, վերնաշենից։ Ապրկոտ չեմ բարել։ Ուշնորհիվ հայոց բանակ չունենալու պայմաններում մենք կռիվ էինք տալիս թշնամուներ եւ այդ կռվում էր ծնվում էր բանակը եւ ծնվում էր նաեւ մեր Վազգեն Սպալապետի ջանքերով։ Ազատ փառք Գողինի նրան իշատակի։ Իսկ հիմա սիրո կենացը մեր բոլոր զինվորներին եւ սպաներին։ Կենացը բոլոր նրանց, ովքեր հիմա հենց այս պահին կանգնած են հայոց սահմանին, կանգնած են դեմքով դեպի թշնամին, թիկունքով դեպի հայրենիքը, ովքեր երդվել են ինչ գնովերին պահելու պահպանել հող հայրենին։ Ուրեմն այս կենացը, եկեք բոլորս միասին խմենք մտնենք այս։ Եվ այս կենացի մեջ մենք անպայման երբեք չմոռանանք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի, ովքեր գնացին գիտակցված մահվան, ովքեր հանուն այսօր խաղաղության եւ մեր զավակների վաղ բարուսնավոր ապագայի մնացին սահմանի որպես հավերժ դիրքապահներ, հազար հանգիստ եւ հազար փառք մեր բոլոր հնչեցյալներին, հազար փառք մեր բոլոր հերոսներին, ովքեր հիմա հնչում են երևում, բայց նրանց ընկերները հիմա հենց այս պահին կանգնած են հայոց սահմանին։ Ուրեմն եկեք նրանց բոլորի կենացը խմենք։ Ցանկանանք նրանցից ամեն մեկին բարի ամփորձանք եւ խաղաղ ծառայություն։ Թող բարով գնան մեր զինվորները, թող ծառայեն պատվով եւ թող տուն վերադառնան փառքով, եւ թող ամեն մի զինվորին դիմավորեն զուռնաթողով եւ աղոհացով, եւ թող մայրերի աչքերը այսօր խոնավանան միայն եւ միայն ուրախության ու հպարտության արդյունքներով։ Թող մեր զինվորները ծառայեն հանուն հայրենիքի, եթե պետք լինի, թող կռվեն հանուն հայրենիքի, բայց այսուհետ եւ միշտ հաղթեն հանուն հայրենիքի։ Եվ տուն վերադառնան ու ապրեն հանուն հայրենիքի։ Սիրո կենացը բանակին նվիրենք մեր զինվորներին ու մեր սպաներին եւ խմենք կենացը ոտնկայս, թող ամոշ լինի։ Մենք այսօր ունեցանք շատ գեղեցիկ օր, այսօր որպես օրվա ավարտ ես ուզում եմ անպայման շեշտել ու նշել։ Մնացածը դուքսը, բարև ձեզ։ Մենք նկարենք, սրտի խոսք ունեք ասելու։ Հա, ֆոտո եք ուզում։ Այդ ֆոտո է։ Ապեր, ստե մարդկա, որ չի սիրում նկարվել, հանկարծ պատահաբար չպեռաս երևա, չէ։ Դե ձեզ լավոր բարձր տրամադրություն։ Դուք մնացիք մեր տեսանյութում, այս կոմով արի, սենց արի հանկարծ երևա, հա։ Սենք բխուշ օրերը, իմացիր մենք կեզ հետ ենք նայուն ուլի։ Ճերմակ վայոց ձորն է ձեր էկրաններին և հերվում շողում է գայլասարը, բայց ամպերը որոշեցին, որ գայլասարը մի քիչ պետք է չշողա, դրա համար եկան հավաքվեցին նրա գլխավերևում։ Ընկերներ, գայլասարը ամբողջ աշխարհում տարբերվում է իր տեսքով, տեսեք ինչ հրաշալի է ուղղակի, մոտիկացրու, որ այդ հրաշալիությունը տենան, էլի ինչքան սիրուն է ինքը։ Հայրենիքիս ջուրը զուլալ, անմահական Այն շատ հիանալի տուրիստական տեղ է, եթե գաք Հայաստան, անպայման գնացեք Գայլասարի լանջերին կա Գնշիկ գյուղ, որտեղ կան շատ հարմարավետ կոթեջներ, կարող եք հանգստանալ, վայելել Վայոց-Ձորյան կուսական բնությունը։ Ինչու եմ շեշտում կուսական, որովհետև այն գտնվում է կտրված տեղում, կան ձիեր եւ շատ լավ տեղում է խոսքով։ Այնպես որ գալուց իմացեք ունեք եւս մեկ շատ լավ հանգստի տեղ, ամեն հարմարություններով։ Գայլասարի մասին չես տեսնի գովազդներ, որովհետև նա գովազդի կարիք առհասարակ չունի, քչերը գիտեն ու քչերն էլ գնում են։ Հիմա ես խախտեցի այդ քչությունը, կարող եք բոլորդ գնալ։ Ուղղակի սեղմեք ինտերնետում որոնեք Գնշիկ գյուղ ու գնացեք այնտեղ։ Շատ հետաքրքիր էներգետիկ դաշտով լիցքավորված տեղ է։ Հա, այսքանը Գայլասարի շրջակայքի մասին։ Իսկ հիմա մենք հասանք Մալիշկա գյուղի ներքևի հատված, որտեղ Մալիշկա գյուղն է Վայոց-Ձորի մեջ մտածել ուրիշ տեղ։ Մալիշկան Հայաստանի մեծ գյուղերից մեկն է։ Հիմա տեսեք, Մալիշկա գյուղից ներքև Արփա գետի հովտում, տեսեք ինչ գեղեցիկ տեսարան է։ Այս տեսարանը, եթե ձյուն չլիներ, լրիվ ուրիշ տեսքեր ունենալու, լրիվ ուրիշ ձև կներկայանալու, բայց քանի որ ձյուն կա, տեսեք այնպես ինչպես որ այս պահին է։ Բայց այն շատ գեղեցիկ
քարեր են։ Պատկերացրեք, Հայաստանը այնքան լավ տեղում է, այնքան օրհնված հող է, որ հասարակ քարը էլի գեղեցիկ է։ Իսկ մենք դա ցույց ենք տալիս։ Եվ ինչպես նկատում եք, այս արագաչափը սա չի նկարում, ընկերներ, սա ուղղակի դրել են ու չի նկարում։ Բայց լինում է սեզոն, երբ որ դառնում է նկարող ու պատկերացրեք ինչ փողեր է բերում պետությանը, այդպես ուստերի հայերը գիտեք է։ Այսպես է նկարանող սարքը ունի սեզոնային աշխատելու օրեր։ Մի քանի օր նկարում է ու էլի անցնում է տուն։ Տուն է մտնում, էլի, արջի նման։ Դե ընկերներ, այսօրվա մասին պատմեմ մի քիչ։ Հիմա մենք գնում ենք Զառիթափ գյուղ, մեր հրաշք Զառիթափ գյուղը։ Որից հետո ես շատ ուրախ եմ ձեզ հայտնել, որ գնում ենք Սյունած հզոր աշխարհ, ընկերներ, եւ գնում ենք, գիտեք ինչի համար, ավելի ճիշտ որ սիրո համար։ Ասեմ, բռնվեք նստած այդ տեղները, բռնվեք, որովհետեւ կարևոր բան եմ ասում։ Հիմա մի պահ աշխարհի բոլոր զորքաշները իրաց լավ կզգան, բայց հենց այդպես էլ կա։ Մենք գնում ենք Սերժ Զոնքանչի հանդեպ, հասցնենք տորթը Փեսայի կողմից իր Զոնքանչին։ Հատուկ հենց այդպես մտադրված ասում ենք, որ Փեսայի կողմից է, ոչ թե աղջկա։ Լավ, աշխարհի ամենալավ Զոնքանչ մայրիկին Սյունած աշխարհում գեղեցկագույն Գորիս քաղաքում լինելու է անակնկալ։ Մնացեք մեզ հետ, մենք կհասնենք Գորիս միասին։ Իսկ ճանապարհին ինչ հետաքրքիր բան կա, հնարավորության դեպքում ես կներկայացնեմ ձեզ։ Ընկերներ, վայ քաղաք մտնելուց առաջ մեզ դիմավորում է Վայքի Տրթատ 3-րդ եկեղեցին, որը բոլորինս վերջերս են կառուցել, բայց շատ բարեհաջող տեղում եւ ցանկացած մարդ ով գնում է Սյունիք, վայոց ձորով անցնելիս տեսնում է, խաչակնքում է եւ ստանում է օգնություն ամբողջան ճանապարհի համար։ Այնպես որ ապրեն կառուցողները, ապրեն հավատքով ապրող մարդիկ, որովհետեւ նրանց շնորհիվ է որ դեռ մենք գոյություն ունենք։ Ես էլ եմ հավատում, ես որ իմ շնորհիվ էլ գոյություն ունենք, ով հավատով է թող այս պահին տեսանյութի տակ գերի, ամեն, որ մենք միասին համախմբված ավելի ուժեղ լինենք։ Հարգելի ընկերներ, մենք հասանք ուղիղ Զառիթափ։ Զառիթափ գյուղը, տեսեք ինչ գեղեցիկ բնապատկերներով հագեցած գյուղ է։ Իսկ մենք այստեղ ես ու Արթանը եկել ենք, որ անակնկալ անենք սիրված մայրիկի եւ սիրված մայրիկը միևնույն ժամանակ նաեւ լավ ընկերուհի է ու սիրված, դրա համար մենք նրան բերել ենք 2 ծաղիկ եւ 1 տորտ եւ իհարկե նվեր, որը հենց հիմա պետք է զանգեն, որ գան մեզ դիմավորեն ու տան, գնանք նվիրենք, ուրախացնենք մեր հոբելյարին։ Այո, սա է մեր նշանակությունը այս աշխարհում, ուրախացնել եւ միայն ուրախացնել ու ցույց տալ կյանքի լավ կողմերը բոլորին, ընկերներ։ Բարդություններ միշտ էլ կան բոլորի կյանքում, բայց հավատացեք, լավ բաներ էլ կան։ Այդ լավ բաների վրա պետք է ֆիքսվել եւ ուժեղ մնալ, լավ լինել։ Եղամ եղբայր, ես մտամ Զառիթափ, բայց մոռացել եմ ձեր տուն ոնց գամ։ Բիձոն միացնեմ, հա։ Հələ մեր րոպե աղբերս բանը, իմ միացել է, չէ, հայնա։ Հələ նայ ոնց են գալի աղբերս, դե ես ձախան եմ մտնեմ գյուղ, թե հելնեմ։ Աղբեր շատ ես բացած է, Ստեփան ջան։ Հա, դե ուրեմն հեսա պտտվեմ իշնեմ, բարեկամ ես։ Հեսա պտույտ անեմ իշնեմ, բա ոնց աղբեր։ Բարի օր բոլորին, բարի օր։ Հենա եղբայրները գյուղի կենտրոնում կանգնած են։ Հիմա իշնեմ, այ պարզ երևում է կադրերը, հա։ Ես հիշում եմ, որ ճամփի տակներ են գնում, իշնող թաղեր, էլի։ Շատ չեմ գալի, չէ՞, մի քիչ գալիս եմ հասնում եմ տեղ։ Իջին առաջի տամոտը կայնի, զանգեմ ասեմ դու հեռախոսը անեն։ Ախպեր ես, հա, հեռախոսը անեն դուս ու ընդ ինչ ենք ասում, բանը ընտանիքի կողմից թե որդու կողմից։ Ծաղիկներից մեկը ընկերուհիների կողմից, Անահիտի եւ Կարինեի։ Հա։ Ձեր տունն էլ տեսա հեն, ախպեր կակրած։
Դե վсё, զանգի թո բերեն հեռախոսը։ Լավ ախպերս, լավ։ Հա, գիտեմ, տատիկ ջան։ Բա կանն ի՞նչ է։ Վարդեր։ Ոնց է, լավ եք։ Էս ինչ ես ան, փետի ծախես, հա։ Ապեր մի հատ տարբեր գույները վերցել։ Հա։ Վեճ, ստացվել, առաջեցալ գործել։ Լավ էլ ծունետ է, աղեի ծունետ է, հա։ Աղեի չի եկե, վերջի է կանեքի։ Հա, աբե, հետո կետաս կոֆե կխմեք։ Լավ հարևաններ եք, չէ։ Հենց ադուշի հարևաններ եք, չէ։ Զարիթապյան հարևաններ, հա։ Ահա մեզ դիմավորեց բարեկամից մոտիկ հարևանը, այո, լավ հարևանը, հերու բարեկամից տասնյակ անգամ լավ է։ Հա։ Ախպերս բերիր մեր հեռասոխը։ Անտ ինչ էր։ Երիկ դու ծառայում էր, չէ։ Ապրես ախպերս ծառայության համար, քեզնից շատ շնորհակալ ենք, դե հեռախոսը տուր, հələ ոնց էր պահել է Երիկը հեռախոսը։ Մեկը անայքի ու կարնի, կողմից ասես քո ընկերուհին։ Էս բլրի փակա պաշկեն ախպեր։ Հա, всё։ Անայդ Կարինե մամայանն է Վարդ։ Անայդ Կարինե Վարդ, Երիկ անակնկալ ընտանիքի կողմից է։ Ընտանիք, երեխեք։ Հա, երեխեքի։ Հա։ Գնում ենք մեր Վարդ քույրիկի ծննդյան օրը վարդերով շնորհավորենք, այո։ Եվ վարդերը են տալիս նրան ոչ միայն ընտանիքը, այլ նաև ընկերուհիները, երկու խենթ ընկերուհիները։ Անահիտն ու Կարինեն, այո, գնացինք։ Վազում ենք, քանի հոբելյարը մեզ չի տեսել։ Լուսապայծառ օր է այսօր Զառիթափում։ Իսկ մենք էլ չասեմ, որ միշտ լուսապայծառ տրամադրությամբ գալիս ենք։ Ուրա մեր Վարդ քույրիկը։ Վարդ քույրիկ, ուրա։ Հեսա կգա բարև ձեզ։ Ոնց ես։ Ոտներս էլի խերով ելնի։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ձեր ծնունդն է։ Ինչպես եք, հայտե երկրորդ անգամ եմ գալի, հիշում եմ։ Շնորհավոր լինի ձեր ծննդյան օրը։ Գիտեք չէ ձեզ ինչքան է սիրում։ Անցած անգամ որ եկա տղան ծառայում էր։ Հիմա ստե է։ Բաթոմ հետ գա գրկի։ Արի Երիկ ջան, արի մատ մամային գրկի։ Զգացմունքը քո մեջ ու դակված դու գիտես ցանկությունը Իրա կողքից անպակաս, բայց ափեր չեք տալի պուճուրն են։ Մեծ է պուճուր։ Դե մի հատ լավ երազանք պահեք չեք թող։ Շատ ավի ձեր երազանքները, հիմա ես գաղտնիքներ եմ բացելու։ ծնունդը շնորհավոր Ապրեք, ծափերը ուր է, հենա։ Հտեսեք ինչ է գերած։ թող լինի այսօր Ձեր երեխաների կողմից է, ձեր շատ են սիրում, միշտ ձեզ քաղցր բաներ են ուզում ձեզ տան, հիմա տորթ ենք տալի, հետո էլի քաղցր էմոցիաներ միշտ կտան ձեզ, կպատեն քաղցր էմոցիաներով, Երիկ, արի ես դու երեխաների կողմից նվիրելի մայրիկին գրկի։ որ մարդիկ հարազատ չլքեն քեզ կյանքում ծնունդը շնորհավոր Իսկ հիմա այս մի ծաղիկներն են, հələ ասեք ում կողմից կլինի, երկուսն են նրանք ու ձեզ շատ են սիրում։ Երկու աղջիկներ։ Աղջիկներ չէ, բայց մոտիկ եք։ Էլի մոտիկ եք, բայց իրանք էլ չէ։ Դուք լավ մարդ եք, իսկ լավ մարդիկ ունենում են ընկերներ կամ ընկերուհիներ, ձեր ընկերուների կողմից է, Նարինեի եւ Անայտի ու Կարինեի կողմից է։ թող լինի այսօր Ուզում էին, որ դուք այսօր շատ ուրախ լինեք, այսօր ձեր օրն է, իմացեք, որ սիրված եք, ու միշտ, մենակ այսօր չէ, ուղղակի այսօր այդ սերը ցույց տալու հատուկ առիթ է։ Դե ձեզ լավ որ մենք գնացինք ուղիղ Գորգիս, բայց չէ, ես էլ լասեմ, հա, հետանք, չէ, լավ արի, ահա, վելի նվեր ունեք դու, լավը հիշամ, ինչ նվեր կելնի, Չգիտեմ եկա։ եթե նայում եք մեր վիդեոները, ես իշտ եմ միշտ մոռանում տամ, բան կա չէ, որ միշտ մոռանում, Նայում է, բայց չեմ։ հա, դե լավ, միշտ մոռանում եմ փողը տամ, բայց հիմա փող չի, ուրիշ ավել լավ բան է, հեսա տվի իմ էդ լավ բանը, տեսեք ինչ է, հա, Երիկի, ես Երիկն է աշկից վիզ դերել է, ոնց է նայում մամային, դե ձեզ լավ որ ես անգամ հաստատ, չէ մենք գնում ենք բանը, մի բաժակ Գորիս, հա, գնանք հասնենք Գորիս, դե ձեզ լավ որ, շնորհակալ եմ շատ։ Ընկերներ մենք Զառիթափում մի թեթև խցանում ենք սարքել, որովհետև ճանապարհի մեջտեղը քաշել կանգնել ենք, տեսեք, ուղղակի նայեք ինչ եմ արել ես։ Եվ սրա պատճառն այն է, որ փողոցը նեղ է, նեղը լիք է,
Լավ մնացեք, ընկերներ, մենք հիմա այս մեքենայով, այս գեղեցիկ կլորիկ մեքենայով գնում ենք Գորիս, մեր հպարտության քաղաք Գորիս։ Գորիսը հզոր մարդկանցով բնակեցված, սյունեցիներով բնակեցված բնորան է, որը կա եղել է ու կլինի